Ինչ կանեիք, եթե ձեր երեխայի կյանքը կախված լիներ մեկ սարսափելի գաղտնիքից։ Պատկերացրեք մի կնոջ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հիվանդ որդուն։ Երբ բժիշկները հայտնում են, որ մնացել է միայն մեկ անհավանական թանկ վիրահատություն, նա գտնում է փրկության միակ բանալին։ Բայց այդ բանալին թաքնված է իր հանգուցյալ ամուսնու ամենամութ գաղտնիքի մեջ, մի գաղտնիք, որը կարող է ոչնչացնել նրա հիշատակը և խայտառակել ամբողջ ընտանիքը։ Այս պատմությունը միայն մոր զոհաբերության մասին չէ, սա պատմություն է այն մասին, թե ինչպես անցյալից տվերները կարող են վերադառնալ պահանջելով իրենց գինը։ Մենք կբացահայտենք, թե ինչ է իրականում գրված այն փակված օրագրում, որը կինը գտնում է տարիներ անց։ Բայց ամենակարևորը, կտեսնենք, թե ինչպիսի ընտրություն է կատարում մայրը, երբ ստիպված է կշեռքի նժարին դնել իր որդու կյանքը և իր սիրելի ամուսնու պատիվը։ Պատիվն ավելի թանկ է, քան կյանքը։ Պատասխանը կարող է ցնցել ձեզ։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Գիշերային հիվանդանոցի միջանցքը լցված էր սառը անկյանք լույսով և աղտահանիչների սուր հոտով։ Լռությունը խախտում էին միայն հեռվից լսվող սարքերի միապաղաղ ձայները, կյանքի ու մահվան միջև կախված թելերի նման թրթռալով։ Անաիդա նստած էր վերակենդանացման բաժանմունքի փակ դռան դիմաց, քարացած մի արձանի պես։ Նրա 42 տարիները դրոշմվել էին աչքերի տակից տվերներում, իսկ անքուն գիշերներից կարմրած հայացքը սևեռվել էր դռան սառը մակերեսին։ Ձեռքում նա ամուր սեղմում էր արծաթե հին մեդալյոնը, միակ թանկարժեք հիշատակը, որ մնացել էր իր հանգուցյալ ամուսնուց։ Հանկարծ դռան ճռոցը կտրեց լռությունը։ Բժիշկ Սարգսյանը, հոգնած բայց կարեկից դեմքով մի մարդ, դուրս եկավ հանելով բժշկական դիմակը։ Անաիդա կայծակնային արագությամբ ոտքի թռավ, նրա ամբողջ մարմինը լարվեց ցավոտ սպասումից։ Նրա շուրթերից հազիվ դուրս եկավ մի խեղդված հարց. «Բժիշկ, ինչ է պատահել»։ «Վարդանս, նա…» Բժիշկը հանգստացնող շարժում արեց ձեռքով։ «Հանգստացեք, Անաիդա, կրիզիսը կարողացանք կանգնեցնել, այս պահին նրա վիճակը կայուն է»։ Թեթևացման մի կարճ պահ, որին անմիջապես հաջորդեց սառը, դաժան իրականությունը։ «Բայց սա ժամանակավոր է», շարունակեց բժիշկը։ «Նրա սիրտը այլևս չի դիմանում։ Դեղորայքը սպառել է իրեն։ Մնացել է միայն մեկ ելք»։ Անաիդայի սիրտը բաբախեց սարսափով ու հույսով։ «Վիրահատությո՞ւնը։ Գերմանիայում»։ Բժիշկը գլխով արեց։ «Այո, ես կապվել եմ Բեռլինի կլինիկայի հետ։ Նրանք պատրաստ են ընդունել Վարդանին։ Սա նրա միակ շանսն է, Անաիդա։ Ուրիշ շանս չի լինի»։ Նա Անաիդային մեկնեց մի փոքրիկ բրոշյուր։ Կնոջ դողացող մատները վերցրին այն, իսկ հայացքը սահեց դեպի ներքևում տպված թիվը։ Թիվ, որն ավելի շատ հեռախոսահամար էր հիշեցնում, քան գումար։ Նրա աչքերից արցունքներ գլորվեցին։ «Աստված իմ», շշնջաց նա։ «Հարգելի ընթերցողներ, իսկ դուք ինչ կանեիք այսպիսի իրավիճակում։ Երբևէ մտածել եք, թե որքան հեռու կարող է գնալ մայրական սերը։ Ձեր կարծիքով, որ քաղաքներում են լավագույն բժիշկները։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում»։ Անաիդան մնաց մենակ միջանցքում, իր հուսահատության հետ։ Նա բացեց բռունցքը։ Ափի մեջ դրոշմվել էր արծաթե մեդալյոնի հետքը։ Նրա հայացքում հուսահատության կողքին մի տարօրինակ, սառը վճռականություն հայտնվեց։ Նա դեռ չգիտեր ինչպես, բայց նա կգտներ այդ գումարը։ Նա պարտավոր էր։ 7 տարի առաջ նույն բնակարանը լցված էր արևով ու ծիծաղով։ Երեքամյա Վարդանը վազվզում էր սենյակում, ձեռքին փայտե ձիուկ, իսկ նրա հայրը՝ Լևոնը, կենսախինդ ու գեղեցիկ մի տղամարդ, նստած հատակին փորձում էր բռնել նրան։ Անաիդան նայում էր նրանց, դեմքին երջանիկ ժպիտ։ «Տեսնում ես, Անաիդ ջան», ասում էր Լևոնը, գրկելով որդուն, «մեր տղան աշխարհի տերը կդառնա։ Ես ամեն ինչ կանեմ դրա համար, ամեն ինչ, որ դուք երբեք ոչ մի բանի կարիք չունենաք»։ Այդ խոսքերում կար ոչ միայն սեր, այլև մի տեսակ տենդագին վճռականություն, որի պատճառն այն ժամանակ Անաիդան չէր հասկանում։ Ներկայում բնակարանը խունացել էր, իսկ ուրախության փոխարեն պատերից կախված էր լուռ վիշտը։ Անաիդան նստած էր սեղանի շուրջ իր մտերիմ ընկերուհու Լիլիթի հետ։ Սեղանին դրված էր նույն բրոշյուրը։ «Սա խելագարություն է», ասում էր պրակտիկ Լիլիթը, «բայց հանձնվել չի կարելի, պետք է դրամահավաք կազմակերպենք»։ Բայց Անաիդան գիտեր, որ դա տարիներ կտևի։ Իսկ իրենք ժամանակ չունեին։ Դռան զանգը կտրեց նրանց խոսակցությունը։ Ներս մտավ Սոնան, Լևոնի քույրը։ Խիստ, պահպանողական մի կին, ում համար ընտանիքի պատիվն ու հեղինակությունը ամեն ինչից վեր էին։ Նրա սառը հայացքը կանգ առավ բրոշյուրի վրա։ «Հերթական հեքիաթներն եմ պատմում», հեգնեց նա։ «Անաիդա, պետք է ընդունել Աստծո կամքը։ Ճակատագրից փախչել չի լինի։ Լևոնը մեզ թողեց միայն իր բարի անունն ու պատիվը։ Մեր պարտքն է դա պահպանել, ոչ թե մուրացկանություն անել»։ Անաիդայի դեմքը քարացավ։
Ես իմ որդու կյանքի համար եմ պայքարում, հազիվ զսպելով իրեն, պատասխանեց նա։ Հեռանալուց առաջ Սոնան, ասես բարություն անելով, ասաց. «Վերնահարկում Լևոնի հին իրերով մի արկղ կա, գուցե արժեքավոր բաներ լինեն, վաճառիր, գոնե հիվանդանոցի ծախսերը կփակես»։ Սոնայի հեռանալուց հետո Լիլիթը չէր կարողանում հանգստանալ, բայց Անաիդան նրան չէր լսում։ Նրա մտքում մնացել էր միայն մեկ բառ՝ արկղ, վերջին ամենաանհավանական հույսը։ Հաջորդ օրերը վերածվեցին հուսահատ փորձերի շղթայի։ Գրավատանը նրա պապի շվեյցարական ժամացույցի եւ ընտանեկան արծաթի համար տվեցին գրոշներ, որոնք ոչինչ էին այն անհրաժեշտ գումարի համեմատ։ Համացանցում կազմակերպված դրամահավաքը շարժվում էր կրիայի արագությամբ, իսկ բարի խոսքերի կողքին հայտնվում էին նաև չարախինդ մեկնաբանություններ, որոնք դանակի պես խոցում էին նրա սիրտը։ Ամեն ինչ ավարտվեց հիվանդանոցում։ Մի օր, երբ նա նստած էր Վարդանի մահճակալի մոտ, տղան հանկարծ սկսեց խեղդվել հազից։ Սարքերը սկսեցին տագնապալի ճչալ, սենյակ ներխուժեցին բժիշկները, Անաիդային դուրս հրելով միջանցք։ Այդ սարսափելի րոպեներից հետո բժիշկ Սարգսյանի խոսքերը հնչեցին որպես դատավճիռ։ Սա նախազգուշացում էր Անաիդա, հաջորդ անգամ մենք կարող է չհասցնենք։ Այդ գիշեր Անաիդան վերադարձավ տուն, մեռած հոգով։ Նրա հայացքը կանգ առավ առաստաղի փոքրիկ դռնակի վրա, որը տանում էր դեպի վերնահարկ։ Սոնայի խոսքերը հնչեցին նրա գլխում։ Դա վերջին հույսն էր։ Նա դողացող ձեռքերով աթոռը դրեց դռնակի տակ եւ բարձրացավ դեպի մութն ու անհայտությունը։ Վերնահարկը դիմավորեց նրան փոշու եւ հնության խեղդող հոտով։ Հեռախոսի լապտերի նեղ շողը սահում էր հին իրերի, սարդոստայնների վրայով։ Անկյունում նա գտավ փայտե մեծ արկղը։ Ճռոցով բացելով քափարիչը, նա սկսեց հանել իրերը։ Լևոնի երիտասարդության լուսանկարները, նրա սիրելի գրքերը, Վարդանի առաջին կոշիկները։ Ամեն ինչ թանկարժեք հիշողություն էր, բայց ոչ մի փրկություն։ Հուսահատությունը պատեց նրան։ Սոնան սխալվում էր, այստեղ ոչինչ չկար։ Նա պատրաստվում էր փակել արկղը, երբ մատները դիպան մի կոշտ առարկայի։ Արկղի հատակին, մյուս իրերից առանձին, դրված էր կաշվե կազմով հաստ տետր։ Օրագիր։ Անաիդան երբեք չէր տեսել այն, Լևոնը երբեք չէր ասել, որ օրագիր է պահում։ Բայց ամենատարօրինակն այն էր, որ այն կողպված էր փոքրիկ բարդ կողպեքով։ Ինչ գաղտնիք կարող էր Լևոնը թաքցնել այնտեղ, ինչու՞մ էր այն կողպել։ Նա ապարդյուն փորձեց բացել այն, հետո նրա միտքը կայծակնային արագությամբ լուսավորվեց։ Նա թողեց ամեն ինչ եւ վազեց ներքև։ Ննջարանում, դողացող ձեռքերով, նա բացեց իր զարդատուփը եւ հանեց արծաթե մեդալյոնը, որը տարիներ շարունակ կրում էր վզին։ Այն միշտ նրան տարօրինակ էր թվացել, ավելի ծանր, քան սովորական զարդը։ Նա ուշադիր զննեց այն եւ նկատեց հազիվ տեսանելի մի ճեղք։ Մատներով սեղմելով նա բացեց այն։ Մեդալյոնը երկու մասի բաժանվեց։ Ներսում, թավշի վրա, դրված էր ոչ թե լուսանկար, այլ փոքրիկ արծաթե բանալի։ Նա սեղմեց բանալին ափի մեջ եւ վերադարձավ վերնահարկ։ Սիրտը խելահեղ բաբախում էր։ Նա բանալին դրեց կողպեքի մեջ։ Մի թեթև պտույտ եւ կողպեքը բացվեց չորջ խկկոցով։ Նրա առջև դրված էր իր ամուսնու գաղտնիքը։ Օդում սավառնում էր հին թղթի ու թանաքի քաղցրահոտը, որը խառնվում էր վերնահարկի փոշու հետ։ Անաիդա դողացող մատներով բացեց օրագրի առաջին էջը։ Լևոնի ձեռագիրն էր, նրբագեղ, թեթևակի թեք տարերով, որը նա այնքան լավ էր հիշում սիրային նամակներից։ Բայց այս տողերում սիրո փոխարեն թաքնված էր ցավ ու զղջում։ Առաջին գրառումը թվագրված էր Լևոնի մահից ընդամենը մի քանի ամիս առաջ։ «Իմ Անահիտ, իմ միակ սեր», կարդում էր Անաիդա հազիվ զսպելով հուզմունքը։ Եթե դու սա կարդում ես, նշանակում է ես այլևս չկամ, եւ նշանակում է, որ իմ ամենամեծ վախը իրականացել է։ Ես չկարողացա ինձ հետ տանել այն գաղտնիքը, որը քարի պես ծանրացել է հոգուս վրա այսքան տարի։ Անաիդայի սիրտը սառեց։ Ինչ գաղտնիք։ Նա շարունակեց կարդալ, էջ առեջ խորասուզվելով իր ամուսնու մութ անցյալի մեջ։ Լևոնը գրում էր իրենց ամուսնության առաջին տարիների մասին, իրենց երջանկության, բայց նաև իր մշտական վախի մասին։ Վախ աղքատությունից, վախ այն բանից, որ չի կարողանա իր ընտանիքին ապահովել այն կյանքով, որին նրանք արժանի էին։ Եվ հետո եկավ խոստովանությունը։ Սառը, դաժան բառեր, որոնք ոչնչացնում էին այն ամենը, ինչին Անաիդան հավատում էր։ Լևոնը, իր սիրելի, ազնիվ Լևոնը, ներգրավված է եղել խոշոր ֆինանսական խարդախության մեջ։ Տարիներ առաջ, երբ նա աշխատում էր մի խոշոր շինարարական ընկերությունում, նա եւ իր գործընկերներից մեկը յուրացրել էին հսկայական գումար, նախատեսված սոցիալական նշանակության օբյեկտի կառուցման համար։ Մենք երազում էինք սկսել մեր սեփական գործը, գրում էր Լևոնը, բայց դա խաբկանք էր, դա ագահություն էր։ Երբ ամեն ինչ բացահայտվեց, իմ գործընկերը փախավ երկրից, իսկ ես կարողացա թաքցնել իմ բաժինը։
Ոչ ոք չկասկածեց ինձ, բոլորի համար ես մնացի ազնիվ աշխատող, բայց այդ օրվանից ես դադարեցի քնել։ Ամեն զանգից, ամեն թակոցից սիրտս կանգ էր առնում։ Անահիտան զգաց, թե ինչպես է օդը չի հերիքում։ Նրա հիշողությունների տաճարը, որտեղ Լևոնը սուրբ էր, փլուզվում էր աղյուս առ աղյուս։ Նա շարունակեց կարդալ, արդեն մեխանիկորեն։ Լևոնը բացատրում էր, որ այդ գումարը դարձել էր իր անեծքը։ Նա չէր կարողանում դրան դիպչել, վախենալով բացահայտվելուց։ Այդ փողը թաքնված էր շվեյցարական բանկի գաղտնի հաշվեհամարի վրա, որը նա բացել էր կեղծ անունով։ Ես դա արեցի ձեզ համար, Անահիտ, գրում էր նա հաջորդ էջում, որ Վարդանը երբեք չիմանա, թե ինչ է կալիքը։ Ես ուզում էի, որ դուք ապրեք արժանավայել կյանքով, բայց ես սխալվեցի։ Ես ձեզ երջանկության փոխարեն գողացված փողեր թողեցի։ Այս գումարը թունավոր է։ Բայց եթե մի օր դուք հայտնվեք անելանելի վիճակում, եթե խոսքը գնա մեր որդու կյանքի մասին, ապա օգտագործիր այն։ Սա իմ միակ փրկագնումը կլինի։ Օրագրի վերջին էջում գրված էին թվերի երկար շարք, հաշվեհամարը եւ մի քանի բառ, գաղտնաբառը։ Անահիտան նայեց այդ թվերին եւ նրա աչքի առաջ հայտնվեց ոչ թե գումար, այլ իր որդու ժպիտը։ Նա հասկացավ։ Փրկության միակ միջոցը իր ամուսնու անունը խայտառակելն է։ Այդ գումարն ստանալու համար նա պետք է բացահայտի Լևոնի հանցագործությունը, պետք է ապացուցի, որ այդ փողերը իրենցն են։ Եվ այդ պահին Սոնայի խոսքերը «Լևոնը մեզ թողեց միայն իր բարի անունն ու պատիվը» հնչեցին որպես դառը հեգնանք։ Օրագիրը սահեց նրա ձեռքերից եւ ընկավ փոշոտ հատակին։ Սենյակը սկսեց պտտվել նրա շուրջը։ Նա ոչ միայն իմացավ, որ իր ամուսինը հանցագործ էր, այլև հասկացավ, որ ինքն այժմ կանգնած է անհնարին ընտրության առաջ՝ փրկել որդու կյանքը, ոչնչացնելով ամուսնու հիշատակը, թե պահպանել նրա պատիվը, թույլ տալով, որ իր երեխան մահանա։ Հենց այդ պահին, երբ նա խորտակվում էր իր մտքերի մեջ, ներքևի հարկից լսվեց հեռախոսի սուր, անխնա զանգը։ Զանգը կտրեց գիշերվա լռությունը, հնչելով որպես տագնապի ազդանշան։ Անահիտայի սիրտը բաց թողեց մի հարված։ Այդ ուշ ժամին կարող էր զանգել միայն մեկ տեղից՝ հիվանդանոցից։ Հեռախոսի զանգը դաժանորեն կտրեց գիշերվա լռությունը, Անահիտային վերադարձնելով սառը իրականություն։ Նա սայթաքելով իջավ վերնահարկից, ձեռքին դեռ ամուր սեղմած Լևոնի օրագիրը, եւ վերցրեց լսափողը։ Գծի մյուս ծայրում բժիշկ Սարգսյանի հոգնած ձայնն էր. «Անահիտա, ներողություն ուշ ժամի համար։ Վարդանի վիճակը կտրուկ վատացել է։ Մենք ստիպված եղանք նրան միացնել արհեստական շնչառության սարքին։ Ժամանակը սպառվում է։ Մեզ պետք է ձեր որոշումը Գերմանիայի վերաբերյալ։ Վաղը առավոտյան»։ Այդ խոսքերը վերջնականապես ջնջեցին Անահիտայի մտքի վերջին տատանումները։ Այլևս չկար բարոյական երկընտրանք, չկար ամուսնու պատիվ կամ հասարակական կարծիք, կար միայն իր որդու կյանքը, որը մարում էր ժամ առ ժամ։ Հաջորդ առավոտ, առանց աչք կպցնելու, նա զանգահարեց Լիլիթին։ Նրանք հանդիպեցին մի փոքրիկ սրճարանում, որտեղ Անահիտան դողացող ձեռքերով նրան պատմեց ամեն ինչ՝ օրագրի, գողացված փողերի, Լևոնի խոստովանության մասին։ Լիլիթը, ի տարբերություն իր սովորության, լուռ լսում էր, դեմքին ցնցումի եւ կարեկցանքի խառնուրդ։ Երբ Անահիտան ավարտեց, Լիլիթը վերցրեց նրա ձեռքը։ «Ուրեմն ամեն ինչ պարզ է», ասաց նա վճռական տոնով։ «Դու պետք է վերցնես այդ փողը, այստեղ քննարկելու բան չկա, Լևոնն ինքն է քեզ ցույց տվել ճանապարհը»։ Բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս ստանալ գումարը շվեյցարական բանկից առանց ամբողջ աշխարհի առաջ բացահայտելու, որ դու Խարդախի կինն ես։ Նրանց պետք էր իրավաբան։ Լիլիթը հիշեց իր հին ծանոթին Արամին, ով մասնագիտացած էր միջազգային ֆինանսական իրավունքի ոլորտում։ Նրանք գնացին նրա գրասենյակ։ Արամը, խելացի, զուսպ մի տղամարդ, ուշադիր լսեց Անահիտայի պատմությունը, թերթելով օրագրի պատճենները։ Նրա դեմքը մնում էր անթափանց։ Վերջում նա բարձրացրեց հայացքը։ «Իրավիճակը չափազանց բարդ է», ասաց նա հանգիստ։ «Այս գումարը ստանալու համար դուք պետք է դիմեք դատարան, ապացուցելով, որ դուք ձեր ամուսնու միակ ժառանգն եք։ Իսկ դա նշանակում է, որ պետք է բացահայտվի այդ գումարի ծագումը։ Լևոն Սարգսյանի անունը կհայտնվի բոլոր լրատվամիջոցների առաջին էջերում։ Դուք պատրաստ եք դրան»։ Անահիտան գլխով արեց, կուլ տալով հպարտության վերջին մնացորդները։ Բայց դա դեռ ամենը չէր։ «Կա ևս մեկ խնդիր», շարունակեց Արամը։ «Գումարը յուրացվել է պետական ընկերությունից։ Դա նշանակում է, որ պետությունը նույնպես հավակնություն կներկայացնի այդ գումարի նկատմամբ։ Դատական գործընթացը կարող է տևել ամիսներ, եթե ոչ տարիներ»։ Տարիներ։ Անահիտան զգաց, թե ինչպես է հույսի վերջին շողը մարում։ Նրանք չունեին տարիներ, նրանք նույնիսկ շաբաթներ չունեին։ «Չկա որևէ այլ ճանապարհ», հարցրեց նա հուսահատ, ավելի արագ։ Արամը մի պահ լռեց, ասես կշռադատելով ինչ-որ բան։ «Կա մի տարբերակ», վերջապես ասաց նա, «ռիսկային, բայց արագ։
Դուք կարող եք փորձել պետության հետ գնալ արտադատական համաձայնության։ Դուք խոստովանում եք ամեն ինչ, վերադարձնում եք գումարի մի մասը որպես փոխհատուցում, իսկ մնացածը որպես բարի կամքի դրսևորում։ Նրանք թույլ են տալիս օգտագործել ձեր որդու բուժման համար, բայց դրա համար պետք է բանակցել ամենաբարձր մակարդակով, եւ ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կհամաձայնեն։ Այդ օրը Անահիտան հասկացավ, որ իր պայքարը նոր է սկսվում։ Սովորական ճանապարհները փակ էին, նա պետք է մտներ մի աշխարհ, որի մասին պատկերացում անգամ չուներ, բարձրաստիճան պաշտոնյաների, գաղտնի բանակցությունների եւ կուլիսային խաղերի աշխարհ։ Նրա առաջին քայլը լինելու էր հանդիպումը այն ընկերության ներկայացուցիչների հետ, որտեղից Լևոնը գողացել էր փողը։ Բայց նախքան այդ, նա պետք է աներ մի բան, որից ամենաշատն էր վախենում։ Նա պետք է խոսեր Սոնայի հետ։ Նա պետք է պատմեր նրան ճշմարտությունը իր պաշտելի եղբոր մասին։ Սոնայի բնակարանի դուռը բացվեց դանդաղ, կարծես դժկամորեն։ Նրա դեմքին զարմանք էր, որը արագ փոխարինվեց սառը զսպվածությամբ, երբ տեսավ Անահիտային։ Անահիտա, այս ուշ ժամին, բան է պատահել։ Նրա ձայնի մեջ կար անհանգստության նոտա, բայց ոչ այնպիսին, որը Անահիտան կցանկանար լսել։ Նրանք նստեցին հյուրասենյակում, որտեղ ամեն ինչ փայլում էր մաքրությունից եւ խոսում տիրուհու խստապահանջ բնավորության մասին։ Օդում կախված լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Անահիտան չգիտեր ինչպես սկսել։ Նա խորը շունչ քաշեց եւ առանց նախաբանի սկսեց պատմել ամեն ինչ՝ օրագրի, խարդախության, գողացված փողերի եւ Վարդանին փրկելու միակ հնարավորության մասին։ Պատմելու ընթացքում Սոնայի դեմքը քարանում էր, աչքերը նեղանում։ Երբ Անահիտան վերջացրեց սեղանին դնելով օրագրի պատճենները, Սոնան երկար լռեց։ Հետո նա խոսեց, եւ նրա ձայնը հնչեց որպես սառույցի ճարճատյուն։ Սուտ է, այս ամենը սուտ է։ Անահիտան ապշահար նայեց նրան։ Սոնա, սա Լևոնի ձեռագիրն է, դու ինքդ կարող ես։ Ես ասում եմ սուտ է, ընդհատեց Սոնան ձայնը բարձրացնելով։ Դու ես այս ամենը հորինել, դու ուզում ես խայտառակել իմ եղբոր հիշատակը, նրա անունը թաթախել ցեխի մեջ, որպեսի փող ստանաս։ Երբեք, լսում ես, երբեք թույլ չեմ տա։ Նրա աչքերում այնպիսի ատենություն կար, որ Անահիտան սարսափից հետ քաշվեց։ Սոնան վեր կացավ եւ մոտեցավ նրան։ Լևոնը սուրտ մարդ էր։ Նա իր ընտանիքի համար ամեն ինչ կաներ, բայց երբեք գողություն չէր անի։ Իսկ դու միշտ էլ նախանձել ես մեր ընտանիքին, մեր անվանը, հիմա ուզում ես ամեն ինչ ոչնչացնել։ Անահիտան հասկացավ, որ այս պատը ճեղքելն անհնար է։ Սոնան ապրում էր իր ստեղծած աշխարհում, որտեղ իր եղբայրը անբիծ հերոս էր։ Ես սա անում եմ Վարդանի համար, քո եղբոր որդու, հազիվ շշնջաց նա։ Մի օգտագործիր երեխայի անունը քո կեղտոտ խաղերի մեջ, կտրեց Սոնան, դուրս գնա իմ տնից։ Եվ եթե հանդարցակվես այս զրպարտությունը հրապարակել, ես քեզ կչնչացնեմ։ Ես կապացուցեմ, որ դու խելագարվել ես վշտից։ Ես քեզնից կխլեմ Վարդանին։ Դու լսեցիր ինձ։ Այդ սպառնալիքը վերջին կաթիլն էր։ Անահիտան դուրս եկավ Սոնայի տնից, զգալով, որ ոչ միայն թշնամի է ձեռք բերել, այլև բախվել է մի ուժի, որը պատրաստ է ամեն ինչի, պահպանելու համար իր պատրանքները։ Խնդիրը բարդացել էր աներևակայելիորեն։ Այժմ նա պետք է պայքարեր ոչ միայն բյուրոկրատական համակարգի, այլև սեփական ընտանիքի դեմ։ Հաջորդ օրը, երբ նա իրավաբան Արամի հետ գնաց այն պետական ընկերություն, որտեղից Լևոնը գումար էր յուրացրել, նրանց սպասում էր հերթական հարվածը։ Նրանց ընդունեց ընկերության անվտանգության ծառայության պետը սառը անխիղճ հայացքով մի մարդ։ Նա լսեց նրանց եւ ծանոթանալով փաստաթղթերին ասաց. «Մենք գիտեինք այս պատմության մասին։ Լևոն Սարգսյանը միակը չէր։ Նրա գործընկերը Վահան Մերիքյանը, ով փախավ երկրից, մահացել է 1 տարի առաջ։ Մահվանից առաջ նա ամբողջական խոստովանություն է տվել, նշելով բոլոր մասնակիցների անունները, այդ թվում ձեր ամուսնու։ Մենք պարզապես սպասում էինք հարմար պահի այս գործը վերաբացելու համար»։ Անահիտայի ոտքերի տակից հողը սկսեց սահել։ Ամեն ինչ շատ ավելի վատ էր, քան նա պատկերացնում էր։ Բայց դա դեռ ամենը չէ, շարունակեց անվտանգության պետը, նրա աչքերի մեջ նայելով։ Ըստ մեր տեղեկությունների, յուրացված գումարը շատ ավելի մեծ է, քան նշված է ձեր ամուսնու օրագրում։ Եվ այդ գումարի մի մասը, ըստ Մելիքյանի ցուցմունքի, Լևոն Սարգսյանը կարող էր թաքցրած լինել ոչ թե բանկում, այլ տեղում։ Մենք կարծում ենք, որ դուք, Տիկին Սարգսյան, գիտեք, թե որտեղ։ Այդ խոսքերը հնչեցին որպես մեղադրանք։ Նրան ոչ միայն չէին հավատում, այլև կասկածում էին հանցակցության մեջ։ Նա եկել էր օգնություն խնդրելու, բայց հայտնվել էր հարցաքննության տակ։ Նա հասկացավ, որ խնդիրը ոչ միայն փողը ստանալն է, այլև սեփական ազատությունը պահպանելը։ Հանկած նրա գլխում միտք ծագեց. Լևոնի հիշողությունները, նրա տարօրինակ խոսակցությունները, ակնարկները։
Մի օր մեր տղան կապրի պալատում, ես մեր ապագան թաքցրել եմ հողի տակ, որտեղ ոչ ոք չի գտնի։ Նա միշտ կարծում էր, որ դրանք պարզապես փոխաբերություններ են, բայց ինչ, եթե ոչ, ինչ, եթե Լևոնը իսկապես թողել է ինչ-որ բան շատ ավելի մեծ, քան բանկային հաշիվը, իսկ ինչ, եթե օրագիրը ոչ թե ամբողջ ճշմարտությունն է, այլ դրա միայն մի մասը, որը նախատեսված է շեղելու համար։ Անվտանգության պետի խոսքերը, մենք կարծում ենք, որ դուք գիտեք թե որտեղ, պտտվում էին Անահիտայի գլխում, երբ նա վերադառնում էր տուն, նա հայտնվել էր փակուղում։ Մի կողմից պետական մեքենան, որը նրան կասկածում էր հանցակցության մեջ, մյուս կողմից Սոնան, որը սպառնում էր խլել Վարդանին, իսկ հիվանդանոցից եկող ամեն զանգ ավելի էր սեղմում ժամանակի օղակը։ Նրա միտքը տենդագին աշխատում էր, փորձելով կապել Լևոնի խոսքերի բեկորները տարօրինակ արարքները, որոնց նա ժամանակին նշանակություն չէր տվել։ Ես մեր ապագան թաքցրել եմ հողի տակ։ Ինչ էր դա նշանակում։ Նա հիշեց, թե ինչպես էր Լևոնը տարիներ առաջ տարված իրենց քաղաքամերձ փոքրիկ ամառանոցի այգով։ Նա ժամերով փորում էր հողը, տնկում ծառեր, որոնք այդպես էլ չէին աճում, կառուցում ինչ-որ տարօրինակ քարե կառույցներ։ Այն ժամանակ Անահիտան դա համարում էր պարզապես հոբբի, քաղաքի եռուզեռից փախչելու միջոց, բայց հիմա այդ հիշողությունները նոր չարագուշակ իմաստ էին ստանում, նա պետք է գնալ այնտեղ, անմիջապես։ Նա զանգեց Լիլիթին, խնդրելով մի քանի ժամ մնալ հիվանդանոցում Վարդանի մոտ և մեքենայով ուղևորվեց դեպի ամառանոց։ 10 տարի էր, ինչ նա այնտեղ ոտք չէր դրել Լևոնի մահից հետո։ Տունը խարխլվել էր, այգին վայրիացել, միայն Լևոնի տնկած չորացած ծառերն էին կանգնած որպես մռայլ հուշարձաններ։ Անահիտը սկսեց շրջել այգում, փնտրելով ինչ-որ նշան, ինչ-որ բան, որը կարող էր հուշում լինել։ Նրա հայացքը սահեց Լևոնի կառուցած քարե շատրվանի վրայով, որը երբեք ջուր չէր ունեցել։ Նա հիշեց, թե ինչպես էր Լևոնը կատակում. «Սա ոչ թե շատրվան է, այլ գանձարան»։ Անահիտայի սիրտը բաբախեց։ Նա մոտեցավ և սկսեց զներ քարերը։ Դրանք սովորական գետաքարեր էին, որոնք ամրացված էին ցեմենտով։ Ոչ մի գաղտնի դուռ, ոչ մի շարժական մեխանիզմ։ Հուսահատությունից նա սկսեց ձեռքերով քանդել մամրակալած քարերը։ Մատները ցավում էին, բայց նա չէր կանգնում։ Եվ հանկարծ նրա մատները դիպան մի սառե մետաղյա առարկայի։ Նա ավելի ուժգին քաշեց։ Ցեմենտի կտորների հետ միասին դուրս եկավ մի փոքրիկ մետաղյա տուփ, որը ժանգոտվել էր խոնավությունից։ Այն կողպված չէր։ Դողացող ձեռքերով նա բացեց կափարիչը։ Ներսում, թավշի վրա, դրված էր ոչ թե փող կամ ոսկի, այլ մի քանի հին լուսանկար և ծալված նամակ։ Առաջին լուսանկարում երիտասարդ Լևոնն էր, գրքած մի կնոջ։ Կինը գեղեցիկ էր, բայց նրա աչքերում կար անասելի տխրություն։ Անահիտան նրան չճանաչեց։ Հաջորդ լուսանկարում նույն կինն էր, ձեռքին նորածին երեխա, իսկ երրորդում Լևոնն էր, կանգնած հիվանդանոցի մահճակալի մոտ, որի վրա պառկած էր նույն կինը, բայց արդեն հիվանդ, հյուծված։ Նրա կողքին նստած էր մի փոքրիկ տղա, մոտ 3-4 տարեկան։ Անահիտայի շունչը կտրվեց։ Այդ տղան աներևակայելի նման էր Վարդանին։ Բայց դա Վարդանը չէր, դա անհնար էր։ Սարսափահար նա բացեց նամակը։ Դա Լևոնի ձեռագիրն էր, բայց ոչ թե օրագրին նրբագեղ տառերը, այլ շտապ խզբզված տողեր։ Անահիտ, եթե դու գտել ես սա, ուրեմն ճշմարտությունն իմանալու ժամանակն է։ Այն ճշմարտությունը, որը ես չհամարձակվեցի քեզ պատմել կենդանությանս օրոք։ Օրագիրը սուտ էր, ավելի ճիշտ կիսաճշմարտություն։ Այո, ես գողացել եմ այդ փողը, բայց ոչ իմ, ոչ էլ մեր ապագայի համար։ Ես դա արել եմ նրա, իմ առաջին որդու, Տիգրանի համար։ Անահիտան զգաց, թե ինչպես է սենյակը պտտվում իր շուրջը։ Առաջին որդի։ Նա ծնվել էր սրտի նույն արատով, ինչ Վարդանը, շարունակվում էր նամակում։ Նրա մայրը, իմ առաջին սերը, մահացավ, երբ նա ընդամենը 3 տարեկան էր։ Ես մնացի մենակ, հիվանդ երեխայի հետ։ Ես գողացա այդ փողը նրա վիրահատության համար, բայց ուշացա։ Տիգրանը մահացավ իմ ձեռքերի վրա։ Ես թաղեցի նրան և իմ անցյալը։ Հետո հանդիպեցի քեզ։ Դու ինձ նոր կյանք տվեցիր։ Երբ ծնվեց Վարդանը և բժիշկներն ասացին, որ նա ունի նույն հիվանդությունը, ես հասկացա, որ սա իմ պատիժն է։ Ես չէի կարող երկրորդ անգամ կորցնել որդուս։ Գողացված փողը մնացել էր բանկում, որպես անեծք։ Ես գրեցի այդ օրագիրը քեզ համար, որպեսզի մի օր, եթե անհրաժեշտ լինի, դու կարողանաս օգտագործել այն։ Բայց ես չէի կարող քեզ պատմել Տիգրանի մասին։ Ես չէի կարող քանդել այն աշխարհը, որը մենք միասին կառուցել էինք։ Ներիր ինձ, եթե կարող ես։ Նամակը սահեց Անահիտայի անզոր մատների միջից։ Ամեն ինչ շուռ եկավ։ Լևոնը ոչ թե ագահ հանցագործ էր, այլ հուսահատ հայր։ Նրա զոհաբերությունը ոչ թե իր, այլ Վարդանի համար էր։
Սոնայի կուրությունը, նրա պաշտպանական ռեակցիան, նա գիտեր, իհարկե գիտեր, նա պաշտպանում էր ոչ թե Լևոնի պատիվը, այլ ընտանեկան գաղտնիքը։ Եվ անվտանգության պետը, նրանք գիտեին, որ Լևոնը երեխա է ունեցել, եւ կարծում էին, որ Անահիտան թաքցնում է դա։ Ամեն ինչ իր տեղն ընկավ, ստեղծելով մի սարսափելի, անտանելի պատկեր։ Նրա ամբողջ կյանքը, նրա սերը, նրա հիշողությունները կառուցված էին ստի վրա, բայց այդ ստի հիմքում ընկած էր մի անսահման ողբերգական սեր։ Անահիտան նայեց լուսանկարի փոքրիկ տղային, Տիգրանին, ով այնքան նման էր իր Վարդանին, եւ առաջին անգամ տարիների ընթացքում նա ոչ թե լացեց վշտից, այլ լացեց կարեկցանքից, իր ամուսնու, նրա կորցրած որդու եւ իրենց կոտրված ճակատագրի համար։ Նա հասկացավ, որ այժմ պայքարում է ոչ միայն Վարդանի, այլև Տիգրանի համար։ Նա պետք է ավարտին հասցներ այն, ինչ չէր հաջողվել Լևոնին։ Ճշմարտության բացահայտումը ոչ թե թեթևացում բերեց, այլ ցունամիի պես քշեց տարավ Անահիտայի աշխարհի վերջին հենասյուները։ Նա վերադարձավ քաղաք, մեխանիկորեն վարելով մեքենան, մտքերը խճճված ստի, սիրո եւ ցավի անտանելի կծիկում։ Շոկը փոխարինվեց սառը այրող զայրույթով։ Զայրույթ ոչ միայն Լևոնի, այլև Սոնայի հանդեպ, ով գիտեր ամեն ինչ եւ լռում էր, թույլ տալով իրեն տարիներ շարունակ ապրել խաբկանքի մեջ։ Նրա առաջին քայլը զանգն էր իրավաբան Արամին։ Նա հակիրճ առանց զգացմունքների ներկայացրեց նոր փաստերը Տիգրանի, նրա մահվան եւ Լևոնի իրական շարժառիթի մասին։ Գծի մյուս ծայրում մի պահ լռություն տիրեց։ Սա ամեն ինչ փոխում է, վերջապես ասաց Արամը։ Սա ողբերգություն է, բայց իրավական տեսանկյունից սա մեր հաղթաթուղթն է։ Մենք այլևս խարդախի ժառանգներ չենք, որոնք փորձում են փող ստանալ։ Մենք հուսահատ հոր ընտանիքն ենք, որը փորձում է փրկել իր երկրորդ երեխային։ Սա կարեկցանք է առաջացնում։ Ես նորից կխոսեմ պետական ընկերության հետ, բայց դուք պետք է հասկանաք, որ այժմ Սոնան ավելի վտանգավոր է դառնում։ Նա կանի ամեն ինչ, որպեսզի այս պատմությունը երբեք լույս աշխարհ չգա։ Արամը ճիշտ էր։ Հաջորդ զանգը Սոնայից էր։ Նրա ձայնը սառն էր ու պողպատե։ Ես գիտեմ, որ դու եղել ես ամառանոցում։ Ես չգիտեմ, թե դու ինչ ես գտել, բայց զգուշացնում եմ քեզ վերջին անգամ։ Եթե դու փորձես Լևոնի անունը կապել այդ պատմության հետ, դու կզղջաս։ Ես արդեն խոսել եմ իմ փաստաբանի հետ։ Մենք կպահանջենք Վարդանի խնամակալությունը քո անկայուն հոգեկան վիճակի պատճառով։ Բայց այս անգամ սպառնալիքը չվախեցրեց Անահիտային։ Ընդհակառակը, նրա մեջ արթնացավ մի ուժ, որի գոյության մասին նա չէր էլ կասկածում։ Դու չես կարող ինձ վախեցնել, Սոնա, պատասխանեց նա հանգիստ։ Ես կպայքարեմ իմ որդու համար, եւ ես կպատմեմ ճշմարտությունը, ոչ միայն Վարդանի, այլև Տիգրանի համար, ում անունը դուք թաղել եք ձեր ընտանեկան գաղտնիքների գերեզմանում։ Նա անջատեց հեռախոսը, զգալով, որ վերջնականապես այրել է բոլոր կամուրջները։ Նա այլևս միայնակ մայր չէր, որը պայքարում էր իր երեխայի կյանքի համար։ Նա մարտիկ էր, որը պայքարում էր արդարության համար։ Նրա նոր դաշնակիցը դարձավ Լիլիթը։ Երբ Անահիտան նրան պատմեց ամեն ինչ, Լիլիթը իրեն հատուկ վճռականությամբ ասաց. «Ուրեմն մենք պետք է գործենք։ Մենք չենք կարող սպասել, թե երբ այդ բյուրոկրատները կբարեհաճեն որոշում կայացնել։ Մենք պետք է հանրությանը ներկայացնենք այս պատմությունը, բայց ոչ թե որպես մուրացկանություն, այլ որպես ճիչ ընդդեմ անտարբերության»։ Եվ նրանք մշակեցին նոր պլան։ Լիլիթը, օգտագործելով իր կապերը լրագրության ոլորտում, կապ հաստատեց մի հայտնի անկախ լրագրողի հետ, ով հայտնի էր իր հետաքրքրական ռեպորտաժներով։ Նրանք որոշեցին պատմել ամբողջ պատմությունը, առանց որևէ բան թաքցնելու։ Դա ռիսկային քայլ էր, դա կարող էր կամ հանրային աջակցության ալիք բարձրացնել, կամ վերջնականապես ոչնչացնել Սարգսյանների անունը։ Բայց Անահիտը այլևս կորցնելու ոչինչ չուներ։ Նա հասկացել էր, որ պատիվը ոչ թե լռության մեջ անունը մաքուր պահելն է, այլ ցավոտ ճշմարտությանն առերեսվելու արիություն ունենալը։ Նա վերցրեց Տիգրանի լուսանկարը եւ դրեց Վարդանի լուսանկարի կողքին։ Երկու եղբայրներ, երկու նույնանաման ճակատագրեր։ Նա այլևս չէր տեսնում Լևոնին որպես դավաճանի։ Նա տեսնում էր նրան որպես ողբերգական հերոսի, ով սխալվել էր, բայց ում արարքի հիմքում ընկած էր անսահման հայրական սեր։ Եվ նա ներեց նրան։ Այդ ներումը նրան ուժ տվեց։ Նա պատրաստ էր իր վրա վերցնել Լևոնի մեղքի բեռը եւ այն վերածել փրկության զենքի։ Նա զանգահարեց լրագրողին եւ ասաց. «Ես պատրաստ եմ խոսել»։ Հեռուստատեսային հարցազրույցը նշանակված էր 2 օրից։ Այդ 2 օրը Անահիտայի համար վերածվեցին դարի։
Նա այլևս չէր թաքնվում։ Նա դուրս եկավ ստվերից, վերածվելով պողպատե կամքի տեր մի կնոջ, ում աչքերում այրվում էր սառը վճռականության կրակը։ Նրա առաջին հարվածն ուղղված էր Սոնային։ Նա իրավաբան Արամի միջոցով պաշտոնական ծանուցագիր ուղարկեց Սոնային, տեղեկացնելով, որ մտադիր է դատարանով վիճարկել Լևոնի ժառանգության հարցը, ներկայացնելով Տիգրանի գոյության փաստը։ Սա ոչ միայն պաշտպանական քայլ էր Սոնայի սպառնալիքներից, այլև բացահայտ հարձակում։ Սոնայի պատասխանը չուշացավ։ Նա անմիջապես հակընդդեմ հայց ներկայացրեց դատարան, պահանջելով Վարդանի ժամանակավոր խնամակալությունը, պատճառաբանելով Անաիդայի հոգեկան անկայունությունը և հասարակության համար վտանգավոր վարքը։ Պատերազմը սկսվել էր։ Միաժամանակ Անաիդան և Լիլիթը աշխատում էին լրագրողի հետ, պատրաստելով նյութը հարցազրույցի համար։ Նրանք հավաքում էին բոլոր փաստերը՝ Լևոնի օրագիրը, Տիգրանի լուսանկարները, նրա բժշկական քարտի պատճենները, որոնք Անաիդան գտել էր ամառանոցի տուփի մեջ։ Յուրաքանչյուր փաստաթուղթ ցավոտ հիշեցում էր, բայց նաև զենք գալիք մարտի համար։ Հարցազրույցից մեկ օր առաջ տեղի ունեցավ անսպասելին։ Անաիդային զանգահարեց պետական ընկերության անվտանգության պետը։ Նրա ձայնը այս անգամ այլ կերպ էր հնչում, ավելի քիչ պաշտոնական, գրեթե մարդկային։ Տիկին Սարգսյան, մենք տեղյակ ենք ձեր պատրաստվող հարցազրույցի մասին։ Ես ուզում եմ ձեզ հետ հանդիպել ոչ պաշտոնական պայմաններում, միայնակ։ Անաիդան տատանվեց։ Սա կարող էր ծուղակ լինել, բայց նա զգում էր, որ պետք է գնա։ Նրանք հանդիպեցին մի ամայի սրճարանի հետնասրահում։ Անվտանգության պետը առանց համազգեստի սովորական մարդու տեսք ուներ։ Ես կարդացի ձեր ամուսնու երկրորդ նամակը, որը ձեր իրավաբանն ուղարկել էր մեզ, սկսեց նա։ Ես նաև տեսա նրա առաջին որդու բժշկական փաստաթղթերը։ Ես ինքս հայր եմ, եւ ես հասկանում եմ ձեր ամուսնուն, բայց օրենքը օրենք է։ Այնուամենայնիվ, ես այստեղ եմ, որպեսզի ձեզ առաջարկություն անեմ։ Հրաժարվեք հարցազրույցից։ Մենք չենք ուզում հանրային սկանդալ։ Դրա փոխարեն մենք պատրաստ ենք արագացնել գործընթացը։ Մենք կհամաձայնենք արտադատական կարգավորմանը։ Դուք կստանաք ձեր որդու բուժման համար անհրաժեշտ գումարը, բայց մեկ պայմանով։ Լևոն Սարգսյանի անունը պաշտոնապես կմնա հանցագործների ցուցակում, իսկ Տիգրանի պատմությունը երբեք չի հրապարակվի։ Մենք կփակենք գործը, դուք կփրկեք ձեր որդուն, եւ բոլորը կմոռանան այս պատմությունը։ Առաջարկը գայթակղիչ էր։ Դա հեշտ ճանապարհն էր՝ փրկել Վարդանին, առանց աղմուկի, առանց ցեխի, որի միջով պետք է անցներ։ Բայց դա նաև նշանակում էր դավաճանել Տիգրանի հիշատակը։ Դա նշանակում էր թույլ տալ, որ Լևոնի անունը մնա արատավորված, առանց բացատրելու նրա արարքի իրական ողբերգական պատճառները։ Իսկ ինչ կլինի Սոնայի հայցի հետ, հարցրեց Անաիդան։ Եթե մենք համաձայնության գանք, մեր իրավաբանները կխոսեն նրա հետ, նա կհանի իր հայցը, նա միայն իր եղբոր բարի անունն է պաշտպանում, եթե սկանդալ չլինի, նա կհանգստանա։ Անաիդան նայեց պատուհանից դուրս, փողոցում անձրև էր գալիս, նա կանգնած էր իր կյանքի ամենակարևոր ընտրության առաջ, վերցնել փողը և լռել, թե գնալ մինչև վերջ, պայքարելով ոչ միայն կյանքի, այլև ճշմարտության համար։ Ինչ կաներ Լևոնը։ Նա կցանկանար, որ իր անունը մնա մաքուր, թե կցանկանար, որ իր երկու որդիների պատմությունն ի վերջո լսելի դառնա։ Նա հասկացավ, որ այլևս չի կարող ընտրել հեշտ ճանապարհը։ Ես գնահատում եմ ձեր առաջարկը, ասաց նա, նայելով անվտանգության պետի աչքերի մեջ, բայց ես չեմ կարող ընդունել այն։ Հարցազրույցը տեղի կունենա։ Իմ որդին կապրի և բոլորը կիմանան ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը։ Նա վեր կացավ և դուրս եկավ սրճարանից, թողնելով ապշահար տղամարդուն մենակ իր մտքերի հետ։ Նա գիտեր, որ այս որոշումով իր վրա է վերցնում անասելի ռիսկ։ Այժմ նա ուներ երկու հզոր թշնամի՝ Սոնան և պետական համակարգը։ Բայց նա նաև զգում էր, որ ճիշտ է վարվում։ Նա պատրաստվում էր ոչ թե հարցազրույցի, այլ վերջնական ճակատամարտի։ Հեռուստատեսային ստուդիայի լույսերը կուրացնող էին, օդը լարվածությունից թանձր։ Անաիդա նստած էր լրագրողի դիմաց, զգալով միլիոնավոր աչքերի հայացքն իր վրա։ Նրա ձեռքում Տիգրանի լուսանկարներ։ Նա սկսեց խոսել, հանգիստ, զուսպ ձայնով, որը, սակայն, թրթռում էր ներքին ուժից։ Նա պատմեց ամեն ինչ, սկսած Վարդանի հիվանդությունից, վերջացրած ամառանոցի գտածոյով։ Երբ նա բարձրացրեց Տիգրանի լուսանկարը և դրեց Վարդանի լուսանկարի կողքին, ցույց տալով երկու եղբայրների ապշեցուցիչ նմանությունը, ստուդիայում մահու լռություն տիրեց։ Նրա պատմությունը ոչ թե մեղադրանք էր, այլ խոստովանություն, լի ցավով, սիրով և ներումով։ Նա խոսում էր ոչ միայն որպես մայր, այլև որպես կին, ով հասկացել և ներել էր իր ամուսնու ողբերգական սխալը։ Այդ պահին ուղիղ եթեր զանգահարեց Սոնան։
Նրա ձայնը խիստ էր ու մեղադրող։ «Այս ամենը սուտ է», հայտարարեց նա, «նա զրպարտում է իմ մահացած եղբորը, նա անկայուն է, նրան չի կարելի հավատալ»։ Լրագրողը հարցրեց Անաիդային, թե ինչպես կմեկնաբանի դա։ Անաիդա նայեց ուղիղ տեսախցիկին, կարծես նայելով Սոնայի աչքերի մեջ։ «Սոնա», ասաց նա մեղմ, բայց հաստատուն, «ես գիտեմ, որ դու գիտեիր Տիգրանի մասին, դու սիրում էիր նրան, ինչպես սիրում ես Վարդանին, բայց վախը, որ ընտանեկան գաղտնիքը կբացահայտվի, ավելի ուժեղ էր քո սիրուց։ Ես քեզ չեմ դատում, ես միայն խնդրում եմ դադարիր թաքնվել ստտի հետևում։ Արի միասին փրկենք Լևոնի երկրորդ որդուն»։ Այդ խոսքերը կարծես կոտրեցին սառույցը։ Գծի մյուս ծայրում լսվեց Սոնայի խեղդված հեկեկոցը։ Դա պարտության ձայն չէր, այլ թեթևացման, տարիների բեռը թափվեց նրա ուսերից։ Հաջորդ օրը հասարակական կարծիքի պայթյուն տեղի ունեցավ։ Անաիդայի պատմությունը տարածվեց ամենուր։ Մարդիկ ցնցված էին ողբերգությունից և հիացած կնոջ ուժով։ Սոցիալական ցանցերում սկսվեց աննախադեպ դրամահավաք։ Մի քանի օրվա ընթացքում հավաքվեց անհրաժեշտ գումարից շատ ավելին։ Պետական ընկերությունը, հայտնվելով հանրային ճնշման տակ, հայտարարեց, որ հրաժարվում է ֆինանսական պահանջներից և կհամագործակցի գումարը բանկից ստանալու հարցում։ Սոնան հետ վերցրեց իր դատական հայցը և եկավ հիվանդանոց։ Նա լուր գրկեց Անաիդային, բառեր պետք չէին։ Այդ գրքախառնության մեջ կար և ներողություն, և ընդունում։ Վարդանի վիրահատությունը Գերմանիայում հաջող անցավ։ Երբ նա առաջին անգամ բացեց աչքերը և ժպտաց մորը, Անաիդան հասկացավ, որ իր պայքարն ավարտված է։ Նա հաղթել էր։ Բայց նրա հաղթանակը ոչ թե ինչ-որ մեկի նկատմամբ էր, այլ հանգամանքների, վախի և ստի նկատմամբ։ Նա ոչ միայն փրկեց իր որդուն, այլև վերականգնեց ճշմարտությունն ու արդարությունը։ Նա իր ամուսնուն տվեց այն, ինչ նա ամենաշատն էր ուզում՝ փրկագնում։ Նա վերադարձրեց Տիգրանին իրենց ընտանիքի պատմությանը, դարձնելով նրան ոչ թե ամոթալի գաղտնիք, այլ սիրո և կորստի խորհրդանիշ։ Անցավ 1 տարի։ Արևոտ մի օր Անաիդան, Վարդանը և Սոնան կանգնած էին Լևոնի և Տիգրանի շիրիմների մոտ, որոնք այժմ կողք կողքի էին։ Վարդանը, արդեն առողջ, վարդագույն այտերով տղա, ծաղիկներ դրեց հոր և երբեք չտեսած եղբոր գերեզմաններին։ Անաիդան նայեց նրանց և հասկացավ, որ իր կյանքում նոր էջ է բացվել։ Նրա արցունքները վերածվել էին ոչ թե ցողի, այլ ուժի, որը կարող էր հաղթահարել ամեն ինչ։ Նա գտել էր իր խաղաղությունը, ընդունելով անցյալը և ներելով Լևոնին, Սոնային և ամենակարևորը՝ ինքն իրեն։ Սիրելի ընկերներ, այս պատմությունը մոր անսահման սիրո և զոհաբերության մասին է։ Այն մասին, որ պատիվն ու հեղինակությունը ոչինչ են մարդկային կյանքի համեմատ։ Եվ այն մասին, որ նույնիսկ ամենամութ գաղտնիքների հետևում կարող է թաքնված լինել մեծ սեր, իսկ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, միշտ բերում է ազատագրում։ Ինչ դասեր քաղեցիք դուք այս պատմությունից։ Ինչպես կվարվեիք դուք Անաիդայի փոխարեն։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։